Այսօր հայ ժողովուրդը հողին է հանձնում Հակոբյանին, մի աննման հայրենասեր մարդ, հայրենադարձ նվիրյալ մեր ազգի և պետության և մշակույթի։ Յուրաքանչյուր արվեստագետ ունի իր յուրահատկությունը, իր ստեղծագործական թռիչքը, իր թեմատիկան և իր հանճարը, բայց միգուցե Հակոբ Հակոբյանը մեր ժամանակների ամենահանճարեղ նկարիչ մտավորականն է եղել։ Հողին ենք հանձնում, ցավ եմ ապրում, որ ես ներկա չեմ լինելու, Արմենուին և մեր ներկայացուցիչները կլինեն, և մի րոպե լռությամբ հարգենք հիշատակը մեր մեծ հայրենակից Հակոբ Հակոբյանը։ Ես ես հետ կլնեմ ժամը 5-ին, հիմա մեր խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կգա իր մամուլի ասուլիսը շնորհակալ։ Բարև ձեզ։ Նախ ես ուզում եմ անդրադառնալ Սահմանադրական դատարանում ընթացող այս գործընթացին և ասել, որ ցավոք սրտի բոլոր նախանշանները կան, որ մենք որևէ անակնկալ դրական իմաստով չենք ունենալու, այսինքն Սահմանադրական դատարանը մնում է իր ոճի մեջ և այն բազմաթիվ միջնորդությունները նաև, որ երեկ մեր փաստաբանների խումբը ներկայացրել էր և մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից, այդ թվում այնպիսի միջնորդություն, ինչպիսին է օրինակ փորձագետների ներգրավումը որպես վկա այդ մեր կողմից տրամադրված փաստերի հետ կապված ցույց են տալիս, որ արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ որոշում է կայացնելու Սահմանադրական դատարանը։ Երկրորդը ես ուզում եմ տեղեկացնել, որ Ժառանգություն կուսակցությունը երեք նամակով դիմել է, կուսակցության գլխավոր քարտուղարը արտաքին հարաբերությունների գծով Սեպասապարյանը երեք դիմել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսին նամակով, որը ես ուզում եմ ընթերցել ձեզ և կարող եմ ասել, որ այն այս մեկ ժամվա ընթացքում ամենաուշը կտարածվի բոլոր լրատվամիջոցներին։ Հարգելի պարոն Վիլֆրեդ Մարտենսին Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ, հարգելի պարոն, ինչպես գիտեք, Թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Դրանցում հիմնական պայքարը ծավալվեց ընդդիմադիր ժառանգություն և իշխանական հանրապետական կուսակցությունների առաջնորդների միջև, երկուսն էլ Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ։ Մինչև ընտրությունները դուք երկու թեկնածուներին հաջողություն մաղթեցիք և հույս հայտնեցիք, որ կանցկացվեն ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ։ Չնայած գործող նախագահի բազմաթիվ խոստումներին, դրանք ամենևին ազատ և արդար չեն։ Իրականում ընտրությունների արդյունքները համակարգային կեղծման ենթարկվեցին, քանի որ հանրապետական կուսակցության թեկնածուն փորձեց գողանալ հաղթանակը քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության և բազմակի քվեարկությունների և այլ խախտումների միջոցով։ Հրաշքի էր նման, որ չնայած քարոզարշավի ընթացքում գործող նախագահի կողմից պետական միջոցների լայնորեն չարաշահմանը, Րաֆֆի Հովհաննիսյանն առկա քվեների մեծամասնություն ստացավ ոչ միայն խոշոր քաղաքներում, այլ նաև երկրի զգալի տարածքներում։ Կցված ֆայլերում ներկայացվում է ընտրությունների պաշտոնական արդյունքների Policy Forum Armenia հեղինակավոր անկախ կազմակերպության կողմից իրականացված վերլուծությունը, որի հայտնաբերումները հաստատվել են աշխարհի մի քանի վիճակագիրների, այդ թվում Կոլումբիայի համալսարանից Ֆրեդերիկ Սյոբերգի կողմից, ԵԱԿ Ժմիկ միջանկյալ զեկույցը, ինչպես նաև ԵԱԿ մի հեղինակավոր դիտորդի կողմից գրված վկայական նամակը։ Այդ փաստաթղթերն ինքնին խոսուն են և լրացնում են փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրախախտումների մասին մեծաքանակ վկայություններին և տեսանյութերին։ Այդ ամենը ոչ թե արդյունքների վրա էապես չազդող այստեղ կամ այնտեղ տեղի ունեցած պատահական խախտումների, այլև Հայաստանի քաղաքացու ժողովրդավարական կամքի կանխամտածված պրոֆեսիոնալ խեղման ապացույցներ են։ Հակիրճ, Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների ճնշող մեծամասնություն է ստացել գրեթե ամեն մի տեղամասում, որտեղ արձանագրվել է
ընտրողների միջին մասնակցություն, մինչդեռ Սերժ Սարգսյանը արկա քվեների գրեթե 100% կամ անգամ ավելի ստացել է բոլոր այն տեղամասերում, որտեղ ընտրողների 80-ից 99% անհավանական մասնակցություն է գրանցվել։ Այսօր, երբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ընդունում իր կեղծված հաղթանակի ճակերտներով կապակցությամբ եւ շրջագայում է տարբեր երկրներով, Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից ընտրված թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել պահանջելով ճանաչել ընտրությունների իրական արդյունքները։ Նա նաեւ բաց է եղել երկրորդ փուլ հայտարարելու հնարավորության հարցում։ Պարոն Մարտենս, Հայաստանն առանց ժողովրդավարական եւ ազատ ընտրությունների, լեգիտիմ նախագահի եւ միջազգային չափանիշների ուսումնարական Սահմանադրության պահպանման ապագա չունի։ Հայ ժողովուրդը պարզապես չի կարող այլևս ապրել այն ղեկավարի ներքո, որին չի ընտրել։ Քաղաքացիների իրավազրկումը նրանց գրեթե զրկել է սեփական պետականության նկատմամբ հավատից։ Մենք կոչ ենք անում հենց ԵԺԿ սեփական արժեքների եւ չափանիշներին համապատասխան վերանայել գործող նախագահային շնորհավորելու ձեր որոշումը։ Մենք նաեւ հույս ենք տածում, որ ԵԺԿ կճանաչի հայ ժողովրդի օրինական քվեն եւ չի նպաստի քաղաքական ճգնաժամի խորացմանը, որը ծավալվում է Հայաստանում։ Այլ հակառակը կդառնա ժողովրդավարության իրական առաջամարտիկ ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ ողջ հայ ժողովրդի համար, որը փետրվարի 18-ին վճռորոշ հույսով եւ խիզախությամբ իր իրավազոր որոշում ներկայացրել։ Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշները, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային քաղաքականություն, մենք ստիպված, եթե ձեր որոշումը դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային քաղաքականությունը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում ենք եւ ընկած էին անդամության հիմքում։ Հարգանքով Ստեփան Սաֆարյան, Ժառանգություն կուսակցության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր քարտուղար։ Ինչպես գիտեք, այսօր նաեւ տեղեկացման կարգով ասեմ ձեզ, որ Ռուսաստանում իր հանդիպումներից հետո գործող դե ֆակտո նախագահը Բրյուսելում հանդիպելու է նաեւ ԵԺԿ նախագահության հետ եւ պարոն Մարտենսի հետ։ Սա ինչ վերաբերում էր ԵԺԿ ուղարկված մեր նամակին։ Եվ երրորդը, մենք, ինչպես գիտեք, Արմեն Մարտիրոսյանը դիմել էր քաղաքապետարանին, խնդրելով հնարավորություն տալ տեղադրել այստեղ մեկ վրան եւ մեկ անձրևանոց հացադուլի մեջ գտնվող Ռաֆֆի Հովհաննիսյանի համար։ Մենք ստացել ենք քաղաքապետարանից որոշում, որտեղից մի փոքր հատված եմ ուզում մեջ բերել, որը կարծում եմ շատ կարևոր է փոխադարձ ըմբռնման հասնելու համար մեր պետական իշխանությունների, այս դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի հետ։ ՀՀ կառավարությանը 2004 թվականի նոյեմբերի 26-ի 16-16-ն որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկը, որի 95-րդ կետում որպես հրապարակի համալիր է ներառված Ազատության հրապարակը, որը իր հերթին բացի բուն հրապարակից ներառում է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահը, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Արամ Խաչատրյանի հուշարձանները, ինչպես նաեւ Մուսա հուշարձանը։ Այստեղ շարունակվում է հղումներ կատարվել այդ որոշման վրա եւ վերջում ասվում է, որ որոշում եմ Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի սույն թվականի մարտի 10-ի այսինչ դիմումի Ռաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի կապակցությամբ Երևանի քաղաքի ազատության հրապարակում այս բառերը խնդրում եմ ուշադրություն դարձնեք, վրան տեղադրելու վերաբերյալ մերժել եւ երկրորդը Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի սույն թվականի մարտի 10-ի դիմումի Երևան քաղաքի ազատության հրապարակում 3 քառոտանի անձրևանոց տեղադրելու վերաբերյալ բավարարել, թույլատրելով տեղադրել ասֆալտին եւ շինություններին չամրացված 3 քառոտանի անձրևանոց, որոնք կարող են օգտագործվել բացառապես եղանակային ոչ բարենպաստ պայմաններից պաշտպանվելու
նպատակով։ Ուրեմն հիմա տեսեք ինչ յուրահատկություն կա այս մերժման մեջ։ Մերժում է տրվել տեղադրել վրանը ասֆալտապատ հատվածում, որը հրապարակ է կոչվում։ Քանի որ եթե մենք ընդունեինք, որ ասֆալտապատ տարածքին կից կանաչապատ գոտին եւս պատմամշակութային համալիր է, երբևէ այստեղ այս գեղեցիկ սրճարանները չեն թույլատրի կառուցել այդ կանաչապատ տարածքների վրա հատելով այդ թվում ծառերը, հա։ Այսինքն մենք հասկանում ենք այսպես, որ մեզ չի թույլատրվում տեղադրել վրան ասֆալտապատ տարածքում, հրապարակի բուն տարածքում, այլ թույլատրվում է այն տեղադրել կանաչապատ գոտում, որը հարում է ասֆալտապատ տարածքին եւ որտեղ թույլատրված է կառուցել սրճարաններ եւ կառուցվել են այդ սրճարանները։ Ուստի եւ մենք ինչ որ իմաստով շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետարանին այդ հնարավորությունը մեզ ընտրելու համար եւ այդ պահին տեղադրում ենք